Ողջույն, հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին սպասվում են ճակատագրական ընտրություններ, այդ ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու եւ Մայր Հայաստան կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին առաջարկ Հայաստանին ծրագրով Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին։ Ինչպես հայտնի է, հանրության տարբեր շրջանակներ, տարբեր կազմակերպություններ հանդես են գալիս իրենց ծրագրերով, առաջարկներով, որպեսզի հարստացնեն, համալրեն առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Մայր Հայաստան կուսակցությունը եւս իր առաջարկներն է ներկայացնելու եւ այսօր մենք արդեն դետալային մակարդակով խոսենք, թե ինչ պատկերացումներ ենք ուզում կյանքի կոչել եւ ինչպես ենք ուզում փոխել այս իրավիճակը։ Նախքան բուն կետերին անցնելը 1-2 գնահատական կներկայացնեմ ընթացիկ իրավիճակի հետ կապված, ուրեմն Ալիևը եւ տեղական նշանակության Ալիևը համատեղ ահաբեկչական գործունեություն են իրականացնում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ։ Ալիևը հայտարարում է, որ ինքը ամիսներ անց կարող է չճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այսինքն ավելի մեղմ տարբերակով ասում է, որ կարող է պատերազմել, ագրեսիայի դիմել, իսկ վարչապետի, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը էլ ավելի ագրեսիվ ալիևություն է անում եւ հայտարարում է, որ կոնկրետ սեպտեմբերին լինելու է ագրեսիա պատերազմ, եթե հանկարծ ինքը չվերընտրվի։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում իդեմս քաղաքացիական պայմանագրի քվեարկվելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը որպես ապագա կամ վերարտադրվող վարչապետ, այլ քվեարկվելու է Ալիևը։ Եվ սա ամենախայտառակ իրավիճակն է, որը մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար պետք է շատ հստակ երկընտրանք լինի մեր ընտրողների համար։ Մեր ընտրությունը լինելու է Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան, արժանապատվություն, թե նվաստացում, բարեկեցություն բոլորի համար, թե իշխող նեղ խմբակի։ Շատ պարզ ընտրություն է, որը մենք պետք է կատարենք միասին։